Ոչինչ պատահական չի լինում։ Ուրախացնեմ երեխաներին, տնային աշխատանքներ հանձնարարել չի կարելի։ Ակտիվանում են բնականաբար այն չակրանները, որոնց նպաստում է կոնկրետ մեր միջավայրը։ Այն մարդիկ, ովքեր ունեն 20% եւ ցածր վարկանիշ, հոգու եւ մարմնի համատեղ, նրանց մոտ ակտիվ է ընդամենը 1 չակրան։ Կրթությունը դպրոցում դեռ նվիրյալների վերջին ջանքերով, որոնք ամեն տարի պակասում են, ինչ որ նշույլներ, կենդանության նշույլներ դեռ ցույց է տալիս։ Դրված է պետության կազմաքանդման ծրագիր։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եթե ուզում եք հենց մեր միջոցով բացահայտել հետաքրքիր մարդկանց ու տաղանդավոր երեխաների, ապա միացեք մեր Patreon-ին ամսական ընդամենը $5։ Բարև ձեզ, սա Life Armenia YouTube ալիքն է։ Եվ այսօր մեծ սիրով ներկայացնում եմ մեր հյուրերին տիեզերքի հարցերով լուծաբաններ Լիլիթ Մարգարյան, Գոհար Գրիգորյան։ Բարեկամներս, Բարև ձեզ։ Ինչպե՞ս եք։ Շնորհակալություն, շատ լավ։ Ինչպես միշտ։ Մի պահ մի քիչ երկար է ծնվիջումը, շնորհակալություններով եք եկել եւ արդյոք կան լավ նորություններ։ Իհարկե կան լավ նորություններ։ Մի փոքր սպասում էինք, որպեսզի նորությունը լինի, նոր գանք։ Դրա համար այսպես մի փոքր ձգվեց։ Շատ ուրախալի նորություն ունենք, բոլորի կողմից շատ սպասված, արդեն 1 տարի համարյա թե բոլորս անհամբեր սպասում ենք, մենք աշխատում ենք եւ վերջի եկավ վճռական այդ շատ հետաքրքիր պահը։ Մայիսի 4-ին ժամը երեկոյան 6-ին 18:00-ին բոլորին սիրով հրավիրում ենք Արամ Խաչատրյան համերգասրահ, որտեղ տեղի կունենա այսքան սպասված գրքի շնորհանդեսը եւ հանդիպում հետևորդների հանդիսատեսի հետ։ Նաեւ, այո։ Ունենալու ենք շատ գեղեցիկ երեկո, իդեպ հիշեցնեմ, որ մարդիկ կարող են մեզ հարցեր ուղղել, եթերից հետո խնդրում եմ, որպեսզի ուղարկեն հարցերը մեր էջերին, մենք կընտրենք այնտեղից, բայց խնդրում եմ այնպիսի հարցեր, որոնք չեն հնչել, որոնց պատասխանները չեն հնչել մեր եթերների ընթացքում։ Մենք այնտեղից կընտրենք 20 հարց, որոնց պատասխանները կհնչեն մեր հանդիպման օրը։ Այսինքն հարցերը ուղարկվում են ձեր անձնական էջերին, եւ միջոցառման ընթացքում ինչ։ Այո, միջոցառման ընթացքում 20 հարցեր իրենց պատասխանները կստանան։ Այնպիսի հարցեր, որոնց պատասխանները մինչ օրս չեն հնչել։ Թեմատիկ։ Այո, բնականաբար։ Ճիշտ է, բազար մարդ ունենալու է։ Մեկ անգամ ևս, ֆիքսենք մայիսի 4, 18:00 Արամ Խաչատրյան համերգասրահ։ Բոլորը կարող են մասնակցել։ Տոմսերը վաճառվում։ Այո, տոմսերը վաճառվում են, կարող են դիմել tomsarkigh.am եւ Արամ Խաչատրյանի on-line տոմսարկղի հարթակից եւ տոմսարկղից ուղակի ձեռք բերելու համար արդեն կան վաճառքում տոմսերը, խնդրեմ այնպես չի, որ տոմսերը թանկ արժեն, մենք մատչելի տարբերակներ էլ ունենք 3000-ից մինչև 15000 արժեն տոմսերը։ Խնդրեմ բոլոր ցանկացողները կարող են ձեռք բերել եւ ներկա գտնվել այդ հրաշալի միջոցառմանը։ Այդ օրը ինչ է լինելու ոչ թե օրական թեմայով, այլ գրքի շնորհանդես։ Այո, լինելու է գրքի շնորհանդես։ Այո։ Մասն ամենավորները Լինելու է համերգային բաժին։ Ասմունքի բաժին, հեղինակային ստեղծագործություններ, մամլո ասուլիս, հարցերի պատասխաններ։ Ուսի մարդիկ իմանան, ոնց են գալու, ուր են գալիս եւ Իհարկե, երբ իրենք մուտք կգործեն կայքերը, որտեղից որ տոմսերը պետք է ձեռք բերեն, այնտեղ ավելի մանրամասնորեն գրված է օրակարգի մասին, ինչ պետք է լինի այդ օրը։
Նկարագրությունը կա։ Այո։ Ամեն դեպքում առաջին կոնտակտը դերերին հարցեր դրելն է եւ առասարակ մանրամասների համար ձեզ դիմել։ Այո, մանրամասների համար մեր էջերին կարող են հետևել։ Այստեղ մենք կոմենտների բաժնում էլ իհարկե կթողենք այդ լինքերը, որով որ կարող են անցնել եւ տոմսերը գնել։ Մենք ակտիվ կլինենք, անընդհատ թող հարց ու պատասխանը լինի, եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան չի հասկացել կամ չգիտի ինչպես ձեռք բերել տոմսերը, եւ ես կարող եմ նշել նաեւ տոմսարկղերի հեռախոսահամարները։ Ուրեմն տոմսարկղ.am 060 276 000 իսկ Արամ Խաչատրյանի տոմսարկղը 077 67 72 եւ 26 Այս հեռախոսահամարներով եթե հարցեր կառաջանան թող կապնվեն եւ ձեռք բերեն տոմսերը։ Հիմա գանք գում բովանդակությանը, եթե չեմ սխալվում նախորդ հաղորդումից որոշ շավելումներ պիտի արվեն այս անգամ անունների հետ կապված։ Չնչին հավելում կարող ենք անել, որը սակայն շատ խոսուն է, մենք ինքներս ոչինչ պատահական չի լինում։ Գրքի խմբագրման ընթացքում, սրբագրման մենք անդրադառնում ենք խուրիական շրջանի, մի տանի խուրիական պետության, հայկական պետության, շեշտեմ, շրջանի դիցարանին մի քանի դիցերի անուններ, որը լայնորեն հայտնի են գիտական շրջաններում, ճշգրտելու, ներառելու գործով էինք զբաղված եւ արդեն ներառված էր տեքստի մեջ, բայց մենք չէինք հիշում։ Հիմա նորից վրայով անցնելու ժամանակ հանդիպեց Հուդենա դիցի անունը։ Այո, որը խորիական դիցարանում հայտնի է։ Փորձեցինք ճշտել որևէ առնչություն ունի Հուդենան Հուդայի հետ եւ բացահայտվեց հետեւյալը, այո, նրա ավագ քույրն է նույն Արամազդի եւ Անաիդայի դուստրը։ Իմացել ենք նաև գործառույթները, որը այս պահին էական չի գրքում կարող են կարդալ։ Այնպես որ եւս մի ապացույց, որ իրականությունն այլ է, ինչ մեզ մատուցվել է, բոլորովին այլ։ Կարող ենք անցնել։ Ուդան պատմեն քույրը լավացել։ Այո։ Հիմա էլ ունի, եկեք նրանց մասին երբեք անցյալով չխոսենք։ Հասկացա։ Մենք նախորդ հաղորդումներից մեկի ընթացքում անդրադարձանք ամբողջ չականների։ Այո։ Չհասցրեցինք, ճիշտ այո, հիմա դեռևս ժամանակն է, որպեսզի այնց համապարփակ անդրադառնանք։ Իհարկե, բայց մինչ անդրադառնալը ես կուզեի իմ շնորհակալությունը հայտնել մեր հանդիսատեսին, մեր հետևորդներին։ Նրանք շատ հավատարիմ կերպով միշտ մեզ հետ են եւ աջակցում են, որի համար ես շատ շնորհակալություն եմ ուզում հայտնել նրանց եւ հիշեցնեմ, որ մեր հաշվեհամարները կան նաեւ նկարագրության բաժնում, ցանկացողները կարող են շարունակել աջակցությունը եւ հիշեցնեմ, որ երբեք չենք մոռանում ամեն երեքշաբթի եւ ամեն հինգշաբթի օրը առավոտյան ժամը 8-ին բոլորս միասին համազգային խնդրանքին ենք մասնակցում։ Երևանի ժամանակով։ Այո, Երևանի ժամանակով ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի։ Միգուցե շատերը չպատկերացնեն, բայց իրականում այս խնդրանքը շատ բան է փոխում եւ փոխելու հայ ազգի ճակատագրի մեջ։ Այո, ահռելի նշանակություն ունի։ Էնպես որ մշտական մասնակցում ենք ամեն երեքշաբթի եւ հինգշաբթի։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Նույնիսկ ազգի Այո։ Ոչ թե նույնիսկ, այլ հենց ազգային մակարդակով պետական
մակարդակով, այն չեղած պետության մակարդակով։ Միթե մեր սովորական մահկանացուների ցայնը Եթե մենք սովորական մահկանացուները հասկանանք, մենք ովքեր ենք, եւ հասկանանք, որ մեր կապը մշտապես կա, պարզապես մենք այն սխալ ենք օգտագործում կամ առհասարակ չենք օգտագործում, կամ իջարն ենք օգտագործում։ Ամեն ինչ կընկնի իր տեղը։ Իհարկե հասնում է։ Հիմա ուսի հասկանան պետք է ինքներս մեզ ճանաչենք։ Ուսում եմ ճակրանները հենց դրան են դիտված, ինքնաճանաչման։ Ինչ որտեղ Չակրանները այնքան էլ ինքնաճանաչման չեն միտված, չակրանները ոչ թե միտված են, այլ ինչ ֆունկցիա են, գործառույթ են կատարում մեր ֆիզիկական մարմնի եւ մարմնին անհրաժեշտ էներգետիկ հոսքերի ներդաշնակման կենտրոններն են նրանք։ Մինչ այժմ գիտական տեսության, գրականության մեջ հայտնի է 7 հիմնական չակրաների գոյություն, բայց իրականում, ինչպես մենք բացահայտեցինք, նրանք 8-ն են։ Եվ բոլորը համապատասխանում են ֆիզիկական մարմնի ինչ որ մի գեղձի ֆունկցիային, ավելի շուտ կապված են այդ գեղձի հետ եւ կապված են հովանավորվում են Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տեր տիրուհիներից որևէ մեկի կողմից։ Սկսենք առաջինից, որը գտնվում է գանգի վերին մասում, գագաթում, պատասխանատու է մոտավորապես այո, այդտեղ ելունաձև գեղձ ասվածը կա, որը պատասխանատու է արարչի հետ կայացվող կապի համար։ Հովանավորը այդ չակրայի գործունեության Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Արամազդն է։ Չակրաները իրենք չունեն գույն, սակայն իրենց համապատասխան Տեր տիրուհիներից յուրաքանչյուրը ունի իր գույնը, որը մենք ընկալում ենք որպես այդ չակրայի բնորոշ գույն։ Բոլորովին ուրիշ հիմնավորումներով, բոլորովին ուրիշ ծագում ունի այդ գույնի մասին պատկերացումը։ Չակրան ինքնին գույն չունի։ Առաջին չակրան, որի մասին խոսեցի, Արամազդի հովանավորած ունի, նրան համապատասխանում է մուգ կապույտը, այսինքն Արամազդի գույնը դա է։ Շատ հետաքրքիր է երկրորդ չակրան, որի անտեսումը բերել է այն մտայնության, որ 7-ն են չակրաները, այլ ոչ 8-ը։ Ինչ է պարզվում։ Գլխի մեջ ոչ թե 2, այլ 3 չակրաներ են տեղադրված, բացի գագաթի Արամազդին վերաբերվողը, եւս Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տիրուհիներ Արտեմիսեի եւ Ափրոդիտեի հովանավորությամբ աշխատող չակրաներն են։ Երկրորդը Արտեմիսեի հովանավորած չակրայի գործունեությունն է, հիպոֆիզ գեղձի հետ կապված, գույնը մանուշակ լազուր ներողություն, գույնը լազուրն է, որը ուրեմն մարդու ծնվելուց անմիջապես հետո ուղեղի որոշակի կենտրոնների բթացման ճանապարհով թուլացվում է այդ չակրայի գործունեությունը, որը ազդում է մեր տեսողության վրա, անմիջական ազդեցություն է ունենում։ Դա է պատճառը, որ մենք չենք կարողանում տեսնել դիցերի համար տեսանելի շատ երևույթներ, ինչպիսիք օրինակ հոգին, աուրան, գուցե եւ շատ ուրիշ բաներ, որ մենք չենք կարողանում տեսնել։ Ինչպես նաեւ չենք կարողանում հիշել մեր նախորդ կյանքերը։ Հենց այդ չակրայի թուլացման հետևանքն է սա, որը կատարվում է իհարկե միտումնավոր։ Ուրա այդպես են հարմար գտնում առայժմ մեզ հետ վարվել։ Գլխի մեջ։ Եվ հնարավոր է, որ մինչև 7 տարեկանը երեխան ինչ որ բաներ հիշի։ Իհարկե ոչ բոլոր երեխաները,
Որոշները կարողանում են տեսնել հոգիներին, տեսնել աուրան, նաև հիշել իրենց նախկին կյանքերից ինչ որ դրվագներ, բայց ամենաշատը մինչև 7 տարի եւ նրանից հետո ամբողջությամբ այն փակվում են։ Երբ են ձևավորվում չակրաները։ Չակրաները սկսում են ձևավորվել մարդու ծնունդից 10 օր հետո եւ ձևավորումը բացվելը չակրաները, այսպես ասած, ավարտվում է 40-րդ օրը։ Այսինքն համարյա միաժամանակ աուրայի ձևավորմանը զուգընթաց։ Մի ամսվա մեջ, այսպես ասած։ Կարևոր էտապ է այդ բայց բացվելը դեռ չի նշանակում, որ նրանք ակտիվ են։ Ինչ։ Այո, ակտիվանում են նրանք 5 տարեկանից սկսած։ Եվ առաջին չակրան, որը որ ակտիվանում է, դա սիրո չակրան է երեխայի մոտ։ Նա սկսում է ճանաչել իր շրջապատող աշխարհը, սիրել ծնողներին, արդեն այլ զգացողություն է նրա մոտ առաջանում, որը որ Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային տեր Տիրուհի Անահիդայի անունը կրող չակրան է։ Առաջին այդ չակրան է բացվում։ Ակտիվանում։ Եղանաձև գեղձին է համապատասխանում այս չակրան։ Մի քիչ վերադառնանք վերև, հաջորդ չակրայի մասին իջնենք, գույնը վարդագույն Անահիդայի։ Գլխի մեջ տեղադրված երրորդ վերջին չակրան, հիպոտալամուս գեղձին համապատասխանող, ուրեմն Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տիրուհի Ափրոդիտեի հովանավորած չակրան է, գույնը մանուշակագույն։ Նա պատասխանատու է ստեղծագործական աշխատանքի, ստեղծագործական գործունեության համար։ Հաջորդը գալիս է վահանաձև գեղձին համապատասխանող Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տիրուհի Աթինաս Պալազի հովանավորությամբ գործող չակրան, որի գույնը բաց վարդագույնն է։ Տեսեք, վարդագույնի երկու տարբերակ։ Երկու երանգներ, այո։ Օրինակ կարմիր ընդհանրապես գոյություն չունի չակրաների մեջ, իսկ վարդագույնի տարբեր երանգներ կան։ Չորրորդը ավելի շուտ 5-րդը Անահիդայի հովանավորությամբ չակրան է, սիրո չակրան, սիրո բարձր դրսևորումների չակրան, հատուկ նշենք։ Այնուհետև իջնում ենք ներքև Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տիրուհի Աստղիկի հովանավորությամբ գործող ենթաստամոքսային գեղձին համապատասխանող չակրան, որը պատասխանատու է կառավարման գործառույթի համար։ Տնօրինել, կառավարել։ Նրանից ներքև գալիս են սեռական գեղձերին համապատասխանող Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տեր Քրոնոսի հովանավորությամբ գործող չակրան, որին համապատասխանում է դեղին օքրա գույնը, շագանակագույն օքրա ներողություն, իսկ աստղիկինը կանաչն է։ Այո, միջին տոնի կանաչը, ոչ մուկ, ոչ շատ բաց։ Եվ վերջինը օչուկին մոտ տեղադրված չակրան, որը համապատասխանում է Սուրբ Սրբոց երկնային եւ երկրային Տիրուհի Այսեմիկեի նրա հովանավորությամբ է գործում վերապրման չակրան է, համապատասխանում է մակերիկամներին որպես գեղձ։ Գույնը դեղին։ Այն մտայնությունը, թե վերապրման չակրան կանգնած դիրքում տեղափոխվում է մարդու ոտքերի տակ, որպես հենման մակերեսի թյուր է, նման բան գոյություն չունի, չակրաները երբեք չեն տեղափոխվում։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա,
երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1 Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Մեկ ինչ ակտիվացման մասին։ Նշեմ նաև նախ առաջինը, որ մարդու մոտ ամենաշատը հնարավոր է, որպեսզի ակտիվ լինեն 5 չակրաներ։ Այն մարդիկ, սա կապված է նաև վարկանիշի հետ։ Այն մարդիկ, ովքեր ունեն 20% եւ ցածր վարկանիշ, հոգու եւ մարմնի համատեղ, նրանց մոտ ակտիվ է ընդամենը 1 չակրա։ Իսկ գնալով ինչքան որ վարկանիշը բարձրանում է, այնքան նաև չակրաների թիվն է բարձրանում, քանակը կարող է լինել 2-3, իսկ 85% հոգու եւ մարմնի համատեղ վարկանիշի դեպքում ակտիվանում են 5 չակրաներ։ Եվ սա առավելագույնն է, որ մարդու մոտ կարող է ակտիվ լինել։ Դիցերի մոտ բոլոր 8 չակրաները ակտիվ են։ Եթե մարդը 94-ի շեմ արդեն հատում է, անմահության շեմը, նրա մոտ արդեն ակտիվ է լինում 7 չակրա, բայց ոչ մի դեպքում 8-րդը։ Այսինքն սա այդ երկրորդ չակրայի մասին է խոսքը, որը այսպես թե այնպես մեր մոտ չի նշվում, մարդիկ տեղյակ չեն։ Երբ նա արդեն կգնա դեպի անմահություն դիցերի մոտ նրանց հետ արդեն ապրելու, այն ժամանակ ակտիվացվում է նաև այդ երկրորդ չակրան, տեսողության եւ հիշողության չակրաները։ Այսինքն նա արդեն կսկսի հիշել իր նախկին կյանքերը, այն ինչ որ մինչ օրս չէր հիշում, եւ սկսի տեսնել եւ հոգիներին, եւ աուրան, եւ կենթանիների հետ կապված նրանց աուրաները, ամեն ինչ որ չենք տեսնում մենք։ Իսկ ինչքան ակտիվ է ճակրոն, այնքան ավելի բարձր վարկանիշի։ Այո, վարկանիշի բարձրացման հետ է կապված։ Կասեի հակառակը, որքան բարձր է վարկանիշը, այնքան ավելի հեշտ է ակտիվացնել չակրաները։ Պետք է ակտիվացնել։ Դա ինչ խոսք։ Իհարկե վարկանիշը միշտ բարձրացնել։ Բան չի, հասարակական չի, ինչպես ակտիվացնել։ Ինչպես ակտիվացնել։ Մեզ համար դա լավ է։ Չակրանները ակտիվանում են մեր նյարդային համակարգի ընկալման գործոնների հիման վրա։ Այլ կերպ ասած, զգայարանների շոշափելիք, գույն, համ, հոտ, մեզ հասանելի բոլոր այս գործոնները ազդում են չակրաների ակտիվացման վրա։ Եվ ակտիվանում են բնականաբար այն չակրաները, որոնց նպաստում է կոնկրետ մեր միջավայրը։ Եթե մենք լսում ենք ցածրաճաշակ, ներողություն, կլկլոց, չասեմ ուրիշ բառ, բնականաբար ակտիվանում է համապատասխան չակրան կամ ոչ մի չակրա էլ չի ակտիվանում։ Եվ հակառակը, երբ մենք առնչվում ենք բարձր արժեքների հետ, գեղեցիկի հետ, ակտիվանում են համապատասխան չակրաները։ Պետք է անպայման նշել, որ կրոնական որևէ ծես, մկրտություն, մուսուլմանների մոտ ընդունված իրենց ծեսերը եւ այլ որևէ կերպ չեն անդրադառնում այս կամ այն չակրայի ակտիվացման վրա, բացարձակապես։ Ուրեմն չակրաներից 3-ը հնարավոր է ակտիվացնել կոնկրետ շնչառական վարժությունների միջոցով, որոնք իհարկե մեզ ծանոթ չեն, բայց հնարավոր է միմիայն շնչառական վարժությունների միջոցով ակտիվացնել այդ չակրաները։ Իսկ մնացած չակրաների համար բնականաբար համապատասխան միջավայր, համապատասխան գույն, համապատասխան հոտեր, երաժշտություն եւ նույնիսկ համի զգայարաններն էլ պետք է կծու, թթու, դառը եւ այլն, որը նույնպես մենք չենք տիրապետում։ Ցավոք սրտի։ Եվ նշեմ եւս մի շատ կարեւոր հանգամանք 5 տարի չօգտագործելու դեպքում բաց ակտիվ չակրան նա սկսում է փակվել արդեն։ Քիչ դա սկիպա։ Ինչ խոսք։
անհատի մակարդակով, այո, շատ կարևոր ինֆորմացիա է ինքնաճանաչման համար։ Ընդհանրապես պետք է թե չհայոյի է, չգիտեմ, անարժեք բան չլսել, չարը նեգատիվը քեզանից վանես, որովհետև ոնց հասկանում եմ, դա ուղղակի հենց քեզ է ասում։ Չարը նեգատիվը վանելը եւ չբարկանալը, չզայրանալը մի փոքր տարբեր բաներ են։ Պարզապես պետք է ամեն ինչ անել ճիշտ ժամանակին, չափավոր եւ թույլ չտալ, որ դա քայքայի քեզ։ Եթե չակրաների մասով ավարտեցինք, անցնենք մեկ այլ թեմայի, ամենից Այո, մենք այսօր նախատեսել ենք նաև կրթական համակարգի թեման, այս հարցով նույնպես այս թեմայի շուրջ բավականին շատ հարցադրումներ են լինում եւ մենք էլ փորձել ենք հնարավորինս ինչ հնարավոր է նրանցից ճշտել այս համակարգի վերաբերյալ։ Ուրեմն սկսենք նրանից երեխայի ծնունդից։ Երեխան մինչև 4 տարեկանը պետք է անցկացնի իր ծնողների հետ։ Այսինքն սխալ է փոքրիկ տարիքից երեխային մանկապարտեզ, մսուր եւ այլն ինչ որ տեղեր տալը, որովհետեւ հիմնական արժեքները, ճիշտ արժե համակարգը պետք է նա վերցնի իր ծնողից։ Դե բնականաբար պատկերացրեք ինչքան կրթված եւ պատրաստված պետք է լինի ծնողը, որպեսզի կարողանա նա մինչեւ 4 տարեկանը երեխային տալ այս ամբողջ գիտելիքները։ Դրանից շատ մեծ բան է կախված, ամբողջ երեխայի ապագան է կախված, ինչի, որովհետև, տեսեք, օրինակ, մարդը մահացավ, հոգին գնաց, ենթադրենք 30% վարկանիշով, և նա վերադառնում է այդ 30% վարկանիշով, արդեն 7-8 տարեկանից հետո գիտենք, որ վարկանիշը սկսվում է արդեն գրանցվել, ոնց որ աճել կամ հետ գնալ, իսկ այս երեխայի առաջին տարիները շատ կարևոր են, նրա թերությունները, այսինքն նրա բերած այս կյանք բերած խնդիրները, թերությունները, չգիտեմ, այնտեղ կապրիզները, այն հատկությունները, որ նրա մեջ վատ, հա, նստած են եղել, որպեսզի կարողանա ծնողը դրանք շտկի, կոտրի եւ ճիշտ ուղղության վրա դնի երեխային։ Սա մի քրտնաջան աշխատանք է ծնողի կողմից, որը նա պետք է ամեն րոպե մինչև 4 տարեկանը երեխայի հետ տանի։ Եվ երբ որ արդեն երեխան բավականաչափ պատրաստ կլինի, 2 տարի նա կարող է հաճախել մանկապարտեզ, բայց ոչ ավել։ Եվ մանկապարտեզում ներողություն Գորջան, եւ մինչև 4 տարեկանը ծնողների հետ ապրած երեխաները հոգեբանորեն ավելի կայուն են, իրենց ավելի պաշտպանված են զգում, իրենք ձևավորվում են ավելի ինքնավստահ։ Այո, անհատներ։ Ինչ խոսք։ Եվ 4 տարեկանից մինչև 6 տարեկանը նա պետք է հաճախի մանկապարտեզ եւ այնտեղ անցկացնի առավելագույնս 7 ժամ, ոչ ավել։ Ուրեմն տեսեք, նախկինում, քանի որ հիմի ներկապահին հնարավորություններն ավելի շատ են երեխայի արագ զարգացման համար, այս տարիքային շեմը ընտրված է 4, իսկ նախկինում եղել է 5 տարի, այսինքն 5 տարի պետք էր երեխան մնալ ծնողի մոտ, այնուհետև 5-ից 7 տարեկանը մանկապարտեզ եւ 7-ից նոր սկսեր դպրոցական շրջանը։ Իսկ հիմի որ ավելի մենք արագ ենք զարգանում, ծնողներն ավելի, հա, ասենք այս գերզարգացած ժամանակաշրջանում ավելի արագ են երեխաները զարգանում։ Դրա համար 4 տարին բավական է, բայց պարտադիր է։ Դպրոցին անցնենք Լիլիթ ջան։ Անցնենք դպրոցի պարագայում պիտի գործեն հստակ չափանիշներ։ Ես հիմա ավելի լավ է թվարկեմ այն գործոնները, որոնք ճիշտ պահպանված են մեր ժամանակակից դպրոցում, նոր հետո խոսենք տարբերությունների մասին։ Ճիշտ պահպանված է 45 րոպեանոց դասաժամը, դա այդպես էլ պետք է լինի։ Պահպանված է ուսուցանվող առարկաների հիմնական ցանկը, հիմնական կան որոշ ավելորդ առարկաներ, բայց հիմնականը ճիշտ է, բայց ծրագրերն են սխալ։ Առարկաները ճիշտ են ընտրված, ծրագրերը ոչ։ Մնացածը կարելի ասել ոչ մի բանը ճիշտ չէ։ Մեթոդաբանություն բաները։ Տեսեք, առաջին եւ երկրորդ դասարանում երեխան հիմնականում պետք է միմիայն լսի։
երրորդ դասարանից նոր նա ունի հնարավորություն եւ ճիշտ է հարցեր տալը ուսուցչի։ Եվ նրա դասաժամը պետք է մաքսիմում 3 դասաժամ լինի, ոչ ավել։ Հազվադեպ դեպքերում 4 ժամը, բայց ոչ ավել։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Ընդհանրապես կներեք, ձեզ նաև որպես գործողություն կավարժի, ճիշտ է գնահատել Այո, պարտադիր է գնահատել երեխային։ Գնահատական է սասրացնում, Գիտեք, մենք մեր թերացումները, ես որպես ուսուցիչ եմ հիմա խոսում, փորձում ենք ամեն կերպ ուրիշի վրա գցել։ Եթե ես թերացել եմ իմ աշխատանքում, իմ աշակերտը նշանակում է շատ ցածր է գնահատվում։ Դա նաև իմ գնահատականն է։ Հիմա ես այդ պատասխանատվությունից խուսափելու համար ասեմ, չէ, դե գնահատելը ճիշտ չի։ Տեսեք, աղջիկս 10 տարեկան է, գալիս ասում, պապ, այսօր 10 եմ ստացել։ Նա մոտիվացվում է, ասում է, ապրել ցավոք անեմ, գնա դες նա սնիկերս է։ Գնահատականը պետք է լինի օբյեկտիվ գնահատական։ Երեխայի մոտիվացումը բացառապես։ Եթե մենք նույնացնում ենք գնահատականը գիտելիքի հետ, այդ դեպքում ամեն ինչ ընկնում է իր տեղը։ Շատ օբյեկտիվ պետք է լինել։ Ես որ ասում եմ, ոչ մի բան ճիշտ իր տեղում չի։ Դրա համար մենք շեղումների մեջ ենք։ Ամեն կերպ փորձում են գնահատման համակարգը չեղարկել, չեզոքացնել եւ այլն։ Իսկ որևէ կերպ պիտի գնահատվի այդ գիտելիքը։ Իսկ ինչու ոչ այդ թվանշանով։ Ինչ տարբերություն։ Դե նա բանի է, մինչև 5-րդ դասարանն են ասում, որ այդ տարիքում ինչպես ասեցիք, ձևավորման փուլը։ Իրենք գտնում են, որ գնահատականը պարտադիր է։ Մենք փոխանցում ենք իրենց տված ինֆորմացիան։ Այո, գնահատականը պարտադիր է։ Պարտադիր է նաև համազգեստը, որը պետք է լինի սև ու սպիտակի մեջ հիմնականում կամ չեզոք գույների եւ պարտադիր է նաև համազգեստը ուսուցիչների համար։ Ուսուցիչը իրավունք չունի հագնելու գույնըստ գույն, տոնական, ինչ որ բացվածքով եւ այլն նման արտահագուստ իրավունք չունի ուսուցիչը կրելու եւ մտնելու դպրոց։ Այո, սև ու սպիտակ պետք է լինի համազգեստը եւ դասական ոճի մեջ, բայց տարբերվող աշակերտի համազգեստից։ Այո, աշակերտից տարբերվող։ Երկրորդ դասարանում երեխան պետք է անցնի 4 դասաժամ։ Դասաժամը 45 րոպե եւ ընդմիջումը 10 րոպե։ Մեկ օր շաբաթը կարելի է 5-րդ դասաժամը։ Ուրեմն երրորդ դասարանում նույնպես 4 դասաժամ, 1 կամ 2 օր 5 դասաժամ։ 4-րդ դասարանում 5 դասաժամ, 5-րդում 5, 1 կամ 2 օր 6 դասաժամ, 6-րդում 6 դասաժամ, բոլոր օրերը։ Այո, բոլոր օրերը 6 դասաժամ եւ 7-րդ օրը, 7-րդ դասարանում, այո, 7-րդ դասարանում պետք է անցնեն 6 ժամից նույնպես ոչ ավել։ 8-ում, 9-ում եւ 10-ում 7 դասաժամ։ Ոչ ավել։ Ոչ ավել։ Նախ սկսենք նրանից, որ այս 11 եւ 12-րդ դասարաններն է բացարձակ ավելորդ։ Եվ սխալ են համարում, սխալ են համարում։ 10 տարուց ավել միջնակարգ կրթությունը չպետք է տեղ։ 8-ը համարում են ճիշտ, 10-ը համարում են ճիշտ, բայց 11-12-ը չի էլի, հիմա արդեն անկես խոսենք, դուք էլի ասում, պես գործող։ Իհարկե արդեն իմ երեխաները հիմա ավարտել են, մեկ ավարտել է, մյուս ավարտում այս տարի, ավարտ դպրոց կոչվածը, բայց կներեք էլի։ Ոչ մի ավել բան։
Ուսումնական շաբաթը պետք է տևի 6 օր։ 6 օր։ Այո, 6 օր։ Եվ ամենակարևորը դասարանում 10 երեխա պետք է լինի, ոչ թե 30 կամ 40։ Եթե ինչ-ինչ հանգամանքներից ելնելով հնարավոր չի 10, առավելագույնը 12-ից 13։ 13-ից ավելն արգելվում է։ Էֆեկտիվությունը գոհ։ Այո։ Որովհետև ամեն երեխա պահանջում է անհատական մոտեցում, որպեսզի կարողանա ուսուցիչը աշխատել երեխայի հետ։ Բնականաբար ուսուցիչը չի կարող 45 րոպեում բոլոր 40 երեխաների հետ էլ աշխատել։ Ինչպես անում ենք մենք այժմ։ Ցավոք սրտի։ Հիմա չունենք չէ 15%-ից պակասած։ Ինչ եք ասում, 35-ից պակաս երևի ես չունեմ դասարան։ Ну կարող է լինի 28 ինչ որ մի հատ դասարան ունեմ։ Ամեն քառորդի վերջում մեկ շաբաթ արձակուրդ։ Այո։ Այստեղ երեխեքին դուր կգա։ Հա։ Եվ 2 ամիս արձակուրդ հուլիս եւ օգոստոս ամիսներին։ Այսինքն հունիսը ներառյալ պետք է սովորել։ Չէ, գիտեք, եթե նայեք ժամանականակը քիչ է, 8 ժամ երբեք չեն անում երեխաները։ Պարտադիր է բոլոր դասարաններում ամեն օր ֆիզկուլտուրա առարկան։ Երեխաներին լիցքաթափելու, ֆիզիկապես կոփելու համար եւ այդ դասաժամը պիտի լինի դասերի կեսից հետո, բայց ոչ վերջին ժամը երբեք։ Ամեն ինչ է նախատեսված այս համակարգում։ Գիտեք, կարծում եմ այո, չեք բարձրացրել երբեք։ Այդ մի բանը լավ է, էլի, եկեք օբյեկտիվ լինենք, ես դեմ չեմ շախմատի օրինակ։ Բայց այն որ ամեն օր պիտի ֆիզիկական լինի միանշանակ։ Այո, որը իհարկե չկա, որովհետև պայմաններ գոյություն չունեն։ Ուսուցիչները, նորավարտ ուսուցիչը իրավունք չունի դասավանդելու դպրոցում։ Նա առնվազն 1 տարի փորձառու ուսուցչի հետ պիտի անցնի փորձաշրջան, որից հետո միայն իրավունք է ստանում դասավանդելու ինքնուրույն։ Ոչ միայն, դա անսահման փորձ է։ Իսկ այսօր ես չեմ հիշում անկեղծ ասած դեպք, որ որևէ ուսուցչի կողքին կանգնի պրակտիկանտը եւ դաս անցկացնի 1 տարի։ Ի պատիվ այն դպրոցի, որտեղ ես աշխատում եմ, այո, կա նման բան։ Ավանդույթը ես էլ չգիտեմ ուրիշ դպրոց, բայց մեզ մոտ դա կա։ Հիանալի է։ Այո, չէ, անուն չեմ տա, գովազդ չեմ անի, դրա կարիքը չկա, բայց իմ տնօրենի իմաստությունը բավարարել է այդ հիմքի վրա դնելու դպրոցը։ Դա շատ կարևոր բան է։ Լիլիթ Վարդանյան։ Տեսեք, դուք ասում եք տնօրենի, հետևաբար կրթական համակարգի ձև, արդյոք կարևոր չի մարդկային գործը։ Ինչ խոսք։ Ամենակարևորն է։ Մենեջերի, տնօրենի։ Այո, շատ կարևոր։ Պատկերացրեք, մի քիչ խոսեմ մեր դպրոցի մասին, պայմանները սարսափելի են, հին շենք անգամ ուսուցչանոց չկա, ուսուցիչները միջանցքում են իրենց աշխատանքը շարունակում դասերից հետո եւ այլն, եւ այնտեղ ամբողջ օրը մենք կարող ենք ականատես լինել այդ փորձի փոխանակման գործընթացին տարբեր սերնդի ուսուցիչների միջև, որը շատ կարեւոր է։ Մի փոքր էլ ուրախացնեմ երեխաներին, տնային աշխատանքներ հանձնարարել չի կարելի։ Այո։ Տանը երեխան պետք է հանգստանա, պետք է զբաղվի իր սիրած գործերով, հոբիներով, շփվի կենդանիների հետ, շփվի բնության հետ, անցկացնի ժամանակ ծնողների հետ, բայց ոչ տնային աշխատանքներով։ Այսինքն դպրոցը նախատեսված է կրթվելու համար, տանը այլ մնացած բաների համար։ Եվ ամենակարևորը ծնողը իրավունք չունի խառնվելու կրթական համակարգին։ Բացարձակ։ Արգելված է ծնողը։ Դա գիտեք, այն պարագայում է արդարացված, եթե ասում ենք, ասենք մինչև վերջ։ Դա իդեալական տարբերակն է։ Երբ ամեն ինչ հիմնավորապես պետական մակարդակով դրված է ճիշտ հիմքի վրա,
Եվ ուսուցիչը իր տեղում է, դպրոցը իր տեղում, ամեն ինչ ճիշտ հունով ընթանում է, այո, ծնողը իրավունք չունի որևէ միջամտություն ցուցաբերելու։ Բայց այսօր կարող ենք ծնողից դա պահանջել։ Եթե ես ծնող լինեի, այսինքն ունենայի այդ տարիքի երեխա դպրոցական, ես չէի կարող չմիջամտել, օրինակ։ Չէ, դեմը խայտարակ վիճակ է, այսինքն մեքենաները տանելը, բերելը ուսուցիչները, չգիտեմ, ոմանք խեղճ, ոմանք պայքարող տեսակ։ Չէ, օրինակ, եթե ծնողը բողոքում է պատմության դասագրքի դեմ, նա իրավունք ունի, թե ոչ, իհարկե ունի։ Եթե պետության կայացմանը չի ծառայում այդ դասագիրքը, այսինքն արդեն արմատից սխալ գնում է հիմքից, ուրեմն իրավունքներն էլ են այստեղ խախտված։ Սկսում ենք մենք որոշել մեր իրավունքները։ Full Learning-ը առաջինն ու միակն է Հայաստանի շուկայում, որն առաջարկում է աշխատանք բոլոր ուսանողներին։ Մեր դասընթացների ընթացքում նվեր հզոր համակարգիչ, ChatGPT 1 տարվա բաժանորդագրություն, պարտադիր եւ անվճար պրակտիկա, երաշխավորված աշխատանք, ուսանողներին զեղչ ըստ մոգերի, ճկուն ժամանակացույց, որը թույլ է տալիս ընտրել դասերի հարմար ժամ, օֆլայն կամ օնլայն սովորելու տարբերակ, դասախոսի այց ուսանողի տուն, անվճար շուրջօրյա խորհրդատվություն։ Զանգահարեք կամ այցելեք Գայի 1։ Full Learning ծրագրավորման դասընթացների նշաձողը Հայաստանում։ Եվ վերջում կուզեի ավելացնել, կրթական համակարգի ամփոփումը անենք, որ այս մոդելը կոնկրետ օգտագործվում է նաև դիցերի մոտ եւ նախատեսված է նաև մեզ համար։ Ես ընդհանրապես մեկ-երկու հարց կուզենայի տալ կրթական համակարգի մասով։ Արդյոք կապ ունի կրթական համակարգ եւ այսօրվա մեր ստեղծված իրավիճակը։ Ամենաուղղակի կապ։ Ինչպես որպես մասնակից ուշում ասեք, որտեղ շան գլուխը արդյոք թարգմանված այն այդ անկախության, վատ, անկիրք ծերունդ, տո նույնիսկ թույլ տվեք ասել մտավորականություն ունենալու մեջ։ Թույլ եմ տալիս։ Ամենաանմիջական կապ ունի, որովհետև կրթության պակասը, իսկ կրթությունը գիտեք, դա նույնիսկ միայն դպրոցը չի, եթերն է, որից ես ավելի շատ կուզեի խոսենք։ Կրթությունը դպրոցում դեռ նվիրյալների վերջին ջանքերով, որոնք ամեն տարի պակասում են, ինչ որ նշույլներ, կենդանության նշույլներ դեռ ցույց է տալիս, ինչ որ որպես կրթական ծրագիր ներկայացվում է եթերից, որը շատ ավելի ազդեցիկ է։ Դա ազգի ոչնչացման, կործանման ամենակարճ ճանապարհն է։ Ես ինչպես կրթեմ այդ երեխային, եթե նա որևէ տեղ բարձր արժեքի հետ չի առնչվում։ Եվ նոր մենք նշեցինք, որ առարկաները կան, ծրագրերը չկան։ Ասենք թե գրականություն է անցնում, այդ երեխան ինչ գրականություն է անցնում։ Դա հայ գրականություն չի։ Եվ եթե հայա, ինչ պարամետրերով, ինչ չափորոշիչներով է անցնում։ Եթե նա երկու տող չարենց չգիտի դպրոցն ավարտելուց հետո։ Դե հաճախ ասում են, որ ուսուցիչները պետք է ամբողջանան այս ազգակործան հակահայկական։ Էդ էլ են ճիշտ ասում։ Էդ էլ են ճիշտ ասում։ Ուսուցիչները չեմ ասում ցույց անեն, բայց մասնագիտական մանիֆեստ է։ Ես լրիվ համաձայն եմ դրա հետ։ Պետք է անեն։ Որտեղ ասենք մի պիկին չի որոշում, էլի հայոց պատմությունը Հայաստանի պատմություն դառնա։ Ինչքան ուզում է երկարաշունչ ապուշ տարերով նախարարություն անում։ Իրենք ով են հայոց պատմությունը։ Ես դες սարսափելի մի փաստ ասեմ, ես կերպարվեստ եմ դասավանդում եւ Հայաստան թեմայով կոլաժի առաջադրանք եմ բացատրում։ Հայաստանը խորհրդանշող գաղափարներ, անհատներ եւ այլն պիտի ցանկը կազմեն երեխաները։ Ոչ մեկին չեմ ուզում վիրավորած լինել, բայց խոսքը ազգային արժեքների մասին է, որ իրենք պիտի փոքրի շատե գաղափար ունենան։ Երեխաները 3 նորմալ անհատ չեն կարողանում հիշել։ Եվ պատմության, եւ մշակույթի, եւ ոնց ասեմ, ամեն ոլորտները միասին վերցրել։ Ո՞վ է պրոբլեմը, ծրագրի, բովանդակության, պետության։ Համատարած է պրոբլեմը, կրթությունը
հիմնահատակ ավերվել է եւ փոխարենը առաջարկվում է ոչինչ, ցածրաճաշակ, չասեմ ինչ։ Որը երեխան ասում եմ ինչ երաժիշտ կնշեք, որպես ազգային մշակույթի խորհրդանիշ, ասում է Արամ Ասատրյան, ու դա ասում է մի քանի հոգի։ Ես Քավլիցի Արամ Ասատրյանի դեմ ոչինչ չունեմ ասելու, բայց ներկայացնել Արամ Խաչատրյանի փոխարեն Արամ Ասատրյան, որևէ մեկը Արամ Խաչատրյան չի նշում, հասկանում եք։ Բայց անցնում ամոթը բարոչվում է դերը։ Դա արդեն բա մեր ասելիքները ռետորական։ Ես հիմա գալի կսկսեն, ես սովետը կապ չունեմ, կա պիոները մեն է, բայց սովետի ժամանակ կար պարտադիր այո, ասում էին գնա նայի տղա դեգեներատ չմեծանաս։ Գնա լսի, տով այդ 8 տարիների նույնիսկ շքավարաններ, ասենք ամերներ բանից։ Որ դեգեներատ չմեծանան, աղես ունենան Արամ Խաչատրյանի հետ այո։ Գայանաների, չգիտեմ, Կոմիտասի արտոնիների եւ այլն։ Հիմա ինչու չի պարտադրվում դա։ Որովհետեւ ինչու շատ պարզ է, որովհետեւ դրված է պետության կազմաքանդման ծրագիրն է իրականացվում։ Բոլոր հարցերը ի վերջո հանգում են սրան։ Բայց մենք ամենակարևորը նշենք, որ կրթությունը սահման չունի, որովհետև արարչագործությունը տիեզերքում երբեք չի դադարում։ Աստիճանաբար գնանք մեր ամփոփման ավարտման եւ ասացեք խնդրեմ մարդիկ ձեզանից առաջկա ինչ սպասեն, ինչ անելիքներ կա, եղավ մայիսի 4-ին, հետո ծրագրեր կան, չկան, մի քիչ դիսպետ ծրագրեր։ Եվս մեկ անգամ հիշեցնեմ, սպասում ենք բոլորից սիրով Արամ Խաչատրյան համերգասրահում մայիսի 4-ին ժամը 18:00-ին։ Մուտքը այո տոմսերով է, տոմսերը կարող եք ձեռք բերել tomsarkh.am եւ Արամ Խաչատրյան համերգասրահի տոմսարկղից եւ նաեւ on-line հարթակներից իրենց իսկ ինչ սպասել առաջիկայում հետագայում մենք ծրագիր ունենք, այսպես ասեմ, եւ որի մասին հետագայում նախապես կհայտարարենք գրքի շնորհանդես եւ հանդիպում հետևորդների հետ նաեւ անցկացնելու եվրոպական մի շարք երկրներում։ Այո։ Խնդրում եմ անպայման հետևեք մեր բոլոր էջերին։ Գրքի շնորհանդեսից հետո մենք նոր կհայտարարենք այդ մասին։ Այնպես որ շատ են այո մեր հետևորդները նաեւ արտերկրից եւ Եվրոպայից եւ Ամերիկայի Միացյալ Նահանգներից, հուսով եմ մի գեղեցիկ օր Ամերիկայի Միացյալ Նահանգներում այդ հանդիպումը կլինի, բայց առաջիկայում կծրագրենք հանդիպում մեր Եվրոպայի հայության հետ։ Միջազգային կապերի մեջ։ Այո։ Ակամամ։ Որովհետև համարում ենք այս գործը շատ կարևոր։ Այո, եւ այս գիտելիքները ոչ միայն հայության համար են, ոչ միայն հայերի համար, նաեւ ողջ աշխարհի բնակչության համար։ Պետք է հիմքը սկսվի այստեղից, հա, մեզանով։ Եվ բոլորը պիտի տեղեկանան այս ամենին, բոլորը պիտի հետևեն արարչական օրենքներին։ Պիտի այսպես բոլորով միասին դուրս գանք այս ճգնաժամային իրավիճակից։ Եվ այդ իսկ պատճառով էլ մեր գիրքը կլինի նաև անգլերեն լեզվով, ոչ միայն հայերեն, այլ նաև անգլերեն լեզվով։ Այնպես որ այն հասանելի կլինի բոլորի համար, գրեթե մեծամասնության։ Կարող են կարդալ, ընթերցել, տեղեկանալ եւ այդպես ճիշտ ուղով շարունակենք։ Դու հետևում ես գնալու ավելի ենք խելում, բայց ասում եք որ դուրս ենք։ Չէ, դուրս ենք գալու, անպայման դուրս ենք գալու, պետք է լավատես լինենք եւ կարեւորը հետևենք։ Անլուծելի հարցեր չկան։ Ամեն ինչ մեզանից է կախված։ Շնորհակալություն, եթե կա հավելելու բան, համեցեք, եթե չէ, շնորհակալություն ներկայական հետաքրքրության համար։ Ամեն ինչ ասված է եւ մնացած բոլոր հարցերին կարող եք անդրադառնալ եւ պետքաբանությունների բաժնում, մանրամասները մեր հարգարժանների հետ անձնական շփման համար մեր տեսանյութի նկարագրության բաժնում կարող եք շատերը արդեն անգիր գիտեն։ Այո։ Բայց շնորհակալ եմ զրույցի համար, սա Life Armenia YouTube-յան ալիքներ, մենք իրենք արվել էին դեզերտի հարցերով վերլուծաբաններ Գոհար Գրիգորյանը ու Լիլիթ Մարտիրյանը։
Շնորհակալություն նաև ձեզ, մեր հարցազրույցը դիտելու եւ մեր ալիքին բաժանորդելու